Անդադ շեշտում եք, որ մեկ ամսվա նախաձեռնությունը, բայց ես այդպես էլ չհասկացա, ով եւ ինչ սկզբունքներով է ընտրել քաղաքասարակության ներկայացուցիչների այս կազմը, դա հստակեցնենք, եւ երկրորդ ավելի բովանդակային, դուք նշեցիք, որ երկու հասարակությունների միջև թշնամանքը նաեւ քարոզչության հետևանք է, բայց եկեք չմոռանանք, որ Ադրբեջանում դպրոցներում, դասագրքերում արմատացած է հակահայկականությունը, արդյոք այս հարցը քննարկել եք եւ արդյոք ունեք տպավորություն, որ Ադրբեջանը այդ քաղաքականությունը վերանայելու է։ Շնորհակալություն։ Առաջին հարցի հետ կապված ով է ընտրել կազմը ես եմ ընտրել եւ ինչպես ես ամենասկզբից նշել ենք այս նախաձեռնության հետ կապված, ինքը ունեցել է հետեւյալ տեսքը։ Նախկինում տարիներ շարունակ մենք ունեցել ենք այս կապերը քաղաքացիական հասարակությունների եւ փորձագետների միջեւ, բայց դրանք որպես կանոն եղել են երրորդ երկրներում, երրորդ մայրաքաղաքներում, միջնորդների, տարբեր միջազգային կազմակերպությունների նախաձեռնություններով եւ ստեղծվել են որոշակի կապեր։ Ինչ որ փուլից սկսած մենք եկել ենք այն գաղափարին, որ անհրաժեշտ է սա բերել երկկողմ դաշտ, ինչպես որ օֆիցիալ թրեքն է, պաշտոնական բանակցություններն են եկել երկկողմ դաշտ, այնպես էլ սա պետք է բերել երկկողմ դաշտ։ Ես Հայաստանում գործընկեր ուրեմն փորձագետը Բաքվում մոտեցել ենք իշխանություններին, ասել ենք, որ կա նման գաղափար, որ ուզում ենք անել երկկողմանի այցեր, ուզում ենք անել համատեղ պրոյեկտներ առանց միջնորդների, առանց երրորդ երկրների եւ երրորդ կողմերի ներգրավվածության, ստացել ենք աջակցություն, որից հետո, ինչպես նշեցի, ես ընտրել եմ հայկական պատվիրակությունը, ադրբեջանական կողմը ընտրել է իր պատվիրակությունը, եւ միջոցառումները սկսել են, նախաձեռնությունները սկսել են ու ինչպես նշեցի, նաեւ կազմը ընդլայնվելու է։ Սա առաջին հարցի հետ կապված։ Երկրորդ հարցի հետ կապված մենք չասենք, որ ատելությունը հետևանք է միայն քարոզի։ Ատելությունը հետևանք է պատերազմի, ատելությունը հետևանք է արյունահեղության, այն հանցագործությունների, այն ամենի ինչ որ տեղի ունեցել վերջին 35 տարիների ընթացքում։ Այստեղ գիտեք կա կարճաժամկետ գործողություններ եւ կան երկարաժամկետ գործողություններ։ Սա ըստ էության խաղաղաշինությունը մի ամբողջ գիտություն է։ Կարճաժամկետ գործողություններից առնվազն այսպես ակնհայտ եւ տեսանելին դա մամուլի հրապարակումներն են, առնվազն պաշտոնական հայտարարություններ են, գործընկերս նշեց, որ մենք օրինակ բարձրաձայնել ենք Ազերտաջի կողմից աղավաղումը Երևանի պաշտոնական անվանման եւ այլն։ Սրանք կարճաժամկետ գործողություններ են։ Կան երկարաժամկետ գործողություններ, որոնցից ամենաայսպես նշանային օրինակը երևի թե դասագրքերն են։ Դասագրքերում արկա արմենոֆոբիան, դասագրքերում արկա խնդիրները եւ այլն։ Եվ մենք այս խնդիրները ենք բնականաբար բարձրաձայնում։ Բայց ուզում եմ ես նշել, որ ոչ միայն մեր կոնֆլիկտում, այլ կոնֆլիկտներում եւս սրանք միշտ դասվում են երկարաժամկետ խնդիրների ուրեմն հարթության մեջ, եթե ուզենաք լավագույն օրինակը որն է, լավագույն օրինակը երբ թե ֆրանս-գերմանական օրինակն է, երբ որ ստեղծվել էր համատեղ պատմաբանների հանձնաժողով, որը երկու երկրների համար ձևավորել էր չափորոշիչները, ինչի հիման վրա հետագայում գրվել են դասագրքերը։ Սա բայց ինձ թվում է մեզանից մի 100 տարի առաջ գնացած ինչ որ sense օրինակա թե այդ հարցը հիմնարար այսպես ոնց է լուծվել, ինչը չի բացառում, որ մենք մոտակա ապագայում կկարողանանք գտնել որոշակի սեփական օրինակներ այդ խնդիրները լուծելու, բայց այն որ կան, սա ուզում ենք արձանագրենք, էլի, կան կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ խնդիրներ, ատելության, դեհյումանիզացիայի process-ները ուրեմն սահմանափակելու, չեղարկելու եւ համապատասխանաբար մենք պետք է մշակենք մեթոդաբանություն դրանք հաղթահարելու ուղղությամբ։